Բարև ձեզ սիրելի հայրենագիտների եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն այսօրվա ծրագիրն է։ Հիշողությունը բիտավերածնունդ հարգանքի տուրք անտիպ Լիոնում հնչալա հիշողության ու արդարության սայսը ոգեկոչման հանդիսավոր արարողություն Գեղարդ հիմնադրամը դիմալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Իկոմոսինա քրիստոնեական միջազգային կառույցներին Արցախում ոչնչացվում է հայկականություն ու տարվում է կառավարության շենքից տրվող կանաչ լույսի մշտական արգայծման պայմաններումը Տիգրան Աբրահամյան Բնազավթված Արևմտյան Հայաստանում հնչալա անսպասելի խոստովանություն։ Ապրիլի 24-ի հիշատակը աղոթքավոր հավատքի պատգամավ Պոլսում։ Ինչպես հայ կանայք պահեցին ընտանիքն ինքնությունը, ասեղնագործությունը փրկողակ 1940-ականների փաստաթղթեր, նույնիսկ տասնամյակն է անց հայրը դիտարկվել է որպես սպառնալիք։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության կառավարության անդամները Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանի բարձր հովանու ներքո Ֆրանսիայի Անտիպ քաղաքում կազմակերպված հանդիսավոր արարողությունով հարգանքի տուրքը մատուցալ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառումը վերածվել ոչ միայն հիշատակի, այլև ազգային արժանապատվության, միասնականության, ապագայի հանդեպ հավատքի հզոր դրսևորման։ Հնչան բովանդակալից ելույթն է, որոնց ընթացքում հիշատակվել է շուրջ 2 միլիոն անմեղ զոհերի ողբերգական ճակատագիրը, հունցնել ներկայացման պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը ազգային իրավունքների պաշտպանության հրամայականը։ Ֆրանսիայի Լիոն քաղաքում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողությունն է իրար։ Միջոցառումը կազմակերպված է Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների մասնակցությունով ազգային խորհրդի փոխնախագահ Տիկին Լիդիա Մարկոսյանի Պետիր հովանու ներքո։ Հանդիսավոր արարողության վաղտ ընթերցվել է երկրի նախագահ Արմենակ Աբրահամյանին ուղերձը ընդգծելով հիշողության պահպանման ու պատմական արդարության հաստատման կարևորությունը։ Ելույթում շեշտադրվել է վերանցյալ ոչռագործությունները կարել չեն մոռացվին, իսկ տրանսչինյան չմնադատապարտումը կարևոր նախապայման նման հանցագործությունների կրկնությունը կանխելի հետի։ Միջոցառման վաղտորյա խոսքը ուղղալա նաև Ռոնի դեպարտամենտից պատգամավոր Տիկին Տիֆանի Ժոնկուրը հովյուրային ելույթում կարևորալ հայ ժողովրդի տոկունությունը հիշողության ուժնա միջազգային հանրության պատասխանատվությունը ցեղասպանությունների ճանաչման ու կանխարգելման գործում։ Հյուրեն ուղերձում նախագահը նաև նշելով էր հայ ժողովուրդը կրելով ծանրագույն կորուստներ հրաժարվել հյուրան իրավունքներն ու շարունակում էր պայքարը հանուն արդարության, արժանապատվության ու պատմական հայրենիքի վերականգնման։ Արարողությունը ուղեկցվել է խորը հուզական մթնոլորտով ներկանեն հարգանքի տուրքը մատուցալ անմեղ զոհերի հիշատակին, իսկ դրոշակակիրների ներկայացնում միջոցառմանը հաղորդալա խորհրդանշական ու հանդիսավոր երանգ Լիանում կազմակերպված ոգեկոչումը տարալա եւս մի հատ վկայություն նրա մասին վեր հիշողությունը կենթանի ու շարունակելու ծառայել որպես հիմք հանուն արդարության ճանաչման ու արժանապատիվ ապագայի։ Արձագանքելով ադրբեջանական սոցցանցերում տարածվող լուրերին Արցախախորհրդանիշ Մունքնք Մերսայերը հուշարձանը ոչնչացնելի մտադրության մասին ու հաշվի առնելով Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ավիրման մասին տեղեկությունները Գեղարդ հիմնադրամը դիմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Իկոմոսինա քրիստոնեական միջազգային կառույցներին կոչնելով ուշադրությունը դինել ճշգրտել Արցախում հայկական մշակութային ժառանգության հատկապես վանդալիզմի ենթարկված հուշարձանների վերաբերյալ տվյալները։ Իշխող ռեժիմին պարագլուխներին Արցախում ոչնչացվող հոգևոր պատմամշակութային արժեքների մասին կրավորական բնույթի մեկնաբանությունները արտաքին աշխարհին փոխանցում են երկու վտանգավոր ուղերձ։ Սրա մասին Facebook-յան հյուրանեջումը կիրել է Պատիվոնիմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Առաջին Ադրբեջանին արտոնման շարունակել ցեղասպան քաղաքականությունը, երկրորդ միջազգային հանրությունը իրազեկումը վեր Հայաստանը առանձնապես խնդիրներ չի տեսնում ադրբեջանական վանդալիզմը լուրջ քայլեր ձեռնարկելի անհրաժեշտություն կավեճ։ Արցախում ոչնչացում է հայկականությունը մեր հազարամյակների հետքն է տարածաշրջանում ու տարվում է կառավարության շենքից տրվող կանաչ լույսի մշտական արգայծման պայմաններում կիրել է ինքը։ 2026 թվականի ապրիլի 28-ին բռնազավթված Արևմտյան Հայաստանում գործող քրդամետ ժողովուրդների հավասարության ու ժողովրդավարության կուսակցությունը հանդես եկալ ուշագրավ ու քաղաքական առումով կարևոր հայտարարությունով անդրադառնալով հայերի ցեղասպանությանը։ Կուսակցությունը շեշտելով էր պատմական ճշմարտությանը հետ առերեսվել է այլևս անխուսափելի է ոչ միայն անցյալի գնահատման, այլ նաև ժողովուրդների միջև վստահության վերականգնման հիմնաքարն է։ Հայտարարության մեջ ընդգծվում էր զոհված ժողովուրդներից ներողություն խնդրել ու վերականգնողական արդարության մեխանիզմների կիրառումը կարին ճանապարհ հարթին պիտի համատեղ ու հավասար ապագա։ Հատուկ ընդգծվել ավեր արդեն 115 տարի անցկացավ 1915 թվականի ապրիլի 24-ից այն օրվանից վեր սկսվել է հայ մտավարականության բռնի ոչնչացումը, ինչին հաջորդան 100,000-ավոր հայերի կոտորածներն տեղահանությունները։ Նշում է նաև վերես քաղաքականության զոհ ընտառալ ոչ միայն հայերը, այլև տարածաշրջանի այլ քրիստոնյա ժողովուրդներ։ Դեմ կուսակցությունը փաստում ավեր պատմական լուրջ սխալ այլ տարբեր ինքնությունների, մշակույթների ու հավատքների ճնշումն ոչնչացումը միատարր հասարակություն ստեղծելու նպատակով։ Ըստ դրանց սոր պիտի ընդունվի մի պարզ ճշմարտություն, այս հողերում ժողովուրդներն ինքնությունը հավասարն ու ազատ։ Հայտարարության մեջ նաև ընդգծվում ավեր մերձավոր Արևելքի ու Կովկասի ներկա անկայունությունը մասամբ պայմանավորված է անցյալների հետ չար երեսվելի հետևանքով։ Այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես հազվադեպ, բայց նշանակալի քաղաքական ազդակ զբաղեցված Արևմտյան Հայաստանի ներսից ուղղված պատմական արդարության ու տարածաշրջանային հաշտեցման անհրաժեշտությանը։
2026 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլիս քաղաքի Շիշլի հայ կաթոլիկ գերեզմանատան եկեղեցումը հանդիսավոր ձևավ նշվալա Սուրբ նահատակներին հիշատակի օրը, Սուրբ պատարագ մատուցալա ու նահատակներին հոգիներին հետի աղոթքա հնչեցրալ գերաշնորհ Տեր Վարդան Կիրակոս Քազանջյանը, արողություն անի ետը ներկանեն հոգևոր երկեցողության ուղեկցությունավը դյուրին եկալ բիդա գերեզմանատան հուշարձանը շտեղ շարունակալան աղոթքները, միջոցառման վաղտը Տեր Վարդան Կիրակոս Քազանջյանը հանդեսա եկալ հայերեն ու թուրքերեն քարոզավ ընդգծելով քրիստոնեական նահատակության խորը իմաստը։ Յուրան խոսքում ինքը շեշտալավեր նահատակությունը պրոստը մահ չի, այլ հավատքի կենթանի վկայություն է, նահատակը յուրան կյանքը կուրցնում չի որպես զոհ, այլ կամովի նվիրում է այն Քրիստոսի սիրո հետի։ Ինքը նաև ընդգծալ ներողամտության ու սիրո հաղթանակատելության նկատմամբ նշելավեր նահատակները նույնիսկ յուրան հալածողների հանդեպ աղոթքավ հառանում կյանքից, արողությունը պրծալա համայնքի անդամների համատեղ զրույցավը ու խաղաղ մթնոլորտում անցկացված հանդիպման վերածվել է ոչ միայն հիշատակի, այլև հավատքի համախմբման խորհրդանիշ։ Հայ կնանոց ասեղնագործությունը դարերի ընթացքում իլալա ոչ միայն գեղարվեստական զբաղմունք, այլև ինքնության հավատալիքների ու անգամ գոյատևման միջոց։ Ազգագրագետ պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազարյանի ներկայացմամբ ասեղնագործությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն։ Հնագիտական պեղումների նշանց ընտանվեր հալան վաղ միջնադարում հսած այլել պետյուր կատարելության։ Էրկան վաղտ ամենակյոհին նմուշտեն հայտնաբերված են Արևմտյան Հայաստանը Անի քաղաքում, բայց ավելի ուշ Արենի պեղումներին վաղտը բացահայտվան 7-ից 9-րդ դարերով թվագրվող ասեղնագործ կտոր վկայելով դրա ավելի քյոհնյացակման մասին։ Ասեղնագործությունը հայ մշակույթում կրալ է խորը խորհրդանշական նշանակություն, զարդանախշերը երբեք պատահական չնելալ։ Օրինակ, օձի կամ վիշապի պատկերները կապվել են պաշտպանիչ ուժի ու բարեկեցության հետ, իսկ կենաց ծառը խորհրդանշալ է կյանք, պտղաբերություն ու շարունակություն, տարբեր տարածաշրջաններում ձևավորվան յուրահատուկ շկոլներ, իրանց գույներով, նյութերով ու ոճերով։ Միաժամանակ ասեղնագործությունը կարևոր դեր է խաղալ նաև դժվար ժամանակներում։ Հայերի ցեղասպանության ետը հազարավոր հայ կանայք հայտնվելով օտար երկրներում հենց իրանց ցերքին գործավը գրեցան ապահովին ընտանիքների գոյությունը, առանց լույս վիմացության նրանք ստեղծում ու վաճառելիս են ասեղնագործ իրեր, տրանա պահելիս խոխորձնա ապահովելիս իրենց կրթությունը։ Այս իմաստով ասեղնագործությունը տրալա իրական փրկողակ, չնայած ժամանակակից պայմաններում ավանդական որոշ շկոլների կուրցրալն իրենց տարածվածությունը, այնուամենայնիվ վարպետներն շարունակում վերականգնել ու զարգացնել այս արվեստը համադրելով ավանդական մոտիվներն թայզամոտեցումների հետ։ Սորել ասեղնագործությունը շարունակում է փոխանցել սերունդներին ոչ միայն գեղագիտական արժեքն, այլև հայ ժողովրդի պատմությունը, հավատալիքներն, ինքնությունը։ Թուրքական մեկ կուսակցական շրջանի արխիվային երկու փաստաթուղթ վկայում վեր հայերի նկատմամբ կասկածամտությունն վերահսկողությունը շարունակվալ են նաև 1930-40-ական թվականներին։ Խոսքը վերաբերում է Թոքաթ ու Սեբաստիա քաղաքներում բնակվող հայերին, որոնց արկայությունը պետական կառույցների կողմից դիտարկվել է որպես հնարավոր վտանգ։ Ֆրանսիայի պատմաբան Ռայմոնդ Քևորգյանի տվյալներով մինչև 1915 թվականը Սեբաստիան բնակվելիս էլ ավելի քան 200,000 հայ, իսկ Թոքաթում շուրջ 32,000։ Սակայն հետագա ջարդերից ու տեղահանություններից հետո անգամ փրկված փոքրաթիվ հայերը շարունակելիս են գտնվել իշխանությունների ուշադրության կենտրոնում։ 1938-1940 թվականների պաշտոնական գրություններում նշմավեր մխել հայեր փրկվան թաքնվելով տեղացիների տներում կամ տեղափոխվելով այլ շրջաններ, ապա հետագայում կրկին հայտնվելիս են իրենց բնակավայրերում։ Փաստաթղթերից մեկում նույնիսկ ընդգծում ավեր Թոքաթում ու Սեբաստիան բավական թվով հայերեն կուտակվալ ակնարկելավեր անհրաժեշտ է նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Նշման է վեր հայ բնակչության մի մասը զբաղվել է արհեստներով, ոսկերչություն, դարբնություն, դարբնություն։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետ պնդկացիք։